Ընդամենը ժամեր առաջ նույնիսկ անձրևային եղանակը չէր խանգարում հազարավոր երկրպագուների շրջափակել այս հյուրանոցի մուտքը իրենց սիրելի աստղին Քիմ Քարդաշյանին եւ նրա ընտանիքի անդամներին տեսնելու համար։ Այսօր արդեն Քիմը Հայաստանում չէ, իսկ այստեղ էլ հոծ բազմություն չկա։ Դեռ ամիսներ առաջ իրարանցում սկսվեց, երբ լուրեր տարածվեցին այն մասին, որ ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան է գալիս։ Լուրը վերջնականապես հաստատվեց, երբ համացանցում հայտնվեց աստղի եւ նրա ընտանիքի Լոս Անջելեսի օդանավակայանում եղած կադրերը։ Երևան ժամանումից ժամեր առաջ օդանավակայանում խմբված տասնյակ երկրպագուներ, տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցներ 40 րոպե ուշացումից հետո աղոհացով դիմավորեցին աստղին ու նրա ընտանիքի անդամներին։ Վայրկյաններ անց իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ։ Ռեալիթի աստղը սահմանափակվեց միայն մեկ նախադասությամբ՝ երջանիկ է, որ Հայաստանում է։ Բազմաթիվ երկրպագուներ Քիմին, նրա ամուսնուն, դստերն ու քրոջը բացականչություններով ու ծաղիկներով դիմավորեցին նաև Մարիոթ հյուրանոցի դիմաց։ Քիմը եկավ, ձեռքով ողջունեց հավաքվածներին եւ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ հյուրանոց, կրկին չպատասխանելով ոչ մի հարցի։ Մայր Հայաստան հուշարձանից մինչև Գյումրի իրենց նախնիների վաղուց ի վեր լքված տանշեմը, Քարդաշյանները նկարահանումներ են իրականացնում զբոսնում Երևանի տեսարժան վայրերում, Եղարդի վանքում, Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում։ Երկրպագուների բանակն ամենտեղ հետևում է հայտնի ընտանիքին ու հնարավորության դեպքում լուսանկարներ կորզում։ Րոպեներ անց համացանցում են հայտնվում տարաբնույթ տեսանյութեր աստղային ընտանիքի կատարած յուրաքանչյուր քայլի մասին։ Քարդաշյանները ճաշում են այս կամ այն ռեստորանում, հանդիպում վարչապետին, ընդունում Հովնանյանների հրավերն ու լուսանկարվում երկրպագուների հետ։ Այցելության երրորդ օրն արդեն Քիմ Քարդաշյանն ամուսնու рэփեր Քանյե Ուեսթի եւ քրոջ Քլոե Քարդաշյանի հետ այցելում է Ծիծեռնակաբերդ իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին։ Քարդաշյանների այցի 6 օրերի ընթացքում միջազգային գրեթե բոլոր ճանաչված լրատվամիջոցները, էլեկտրոնային կայքերը անդրադարձել են նրա այցին, միևնույն ժամանակ Հայաստանի պատմությանն ու հայոց ցեղասպանությանը։ Քարդաշյանների այցը լուսաբանել են Associated Press, ABC News, The Telegraph, MTV, CBS, Daily Mail եւ շատ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ։ Այցը լուսաբանվեց նաև թուրքական լրատվամիջոցներով։ Հանրահայտ հեռուստաաստղը, նրա ամուսինն ու քույրը Երևան կատարած այցի ընթացքում ակտիվ էին նաև սոցցանցերում իրենց պաշտոնական էջերում, կիսվելով Հայաստանում ստացած իրենց տպավորություններով եւ լուսանկարներով։ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա հարազատների հայաստանյան այցը վերածվեց մեծ իրադարձության։ Վերջիններս առանց հուշանվերների չհեռացան Հայաստանից։ Երկրպագուների կողմից փոքրիկ նորթի լուսանկարից մերկապարուհի Վարդայի նվիրած լողազգեստից մինչև անգամ հողատարածք ու իրենց անուններով անվանական կոնյակ։ Հայաստանում անցկացրած վերջին գիշերը հանրահայտ рэփերը իր Կարապի լճում ունեցած համերգով եզրափակեց այցելությունը Հայաստան, իսկ նրա ցածկը Կարապի լիճ դեռ երկար կհիշվի։ Քննադատները բոյկոտեցին, երկրպագուները խելագարի նման հետապնդեցին նրան։ Մեկ բան սակայն ակնհայտ է, Քարդաշյանների այցը Երևան օրեր շարունակ ստիպեց ողջ աշխարհին շունչը պահած հետևել, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Այսուհետ քարտեզի վրա մենք ճանաչելի կլինենք նաև նրա շնորհիվ։ Արման Գրիգորյան, Աշոտ Մնոյան, Գոռ Դավթյան, Սիրակ Օհանյան, Աննա Դանելյան, հատուկ Սլաքեեմի համար։